Փաստաթուղթ է տարածվել համացանցում, ըստ որի ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այլ երկրի քաղաքացի է։ Փաստաթուղթը նախ հայտնվել է անհայտ ծագման ռուսական տելեգրամյան ալիքներում, ապա լայնորեն տարածվել իշխանամերձ լրատվամիջոցներում։ Դրանից կարճ ժամանակ անց քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնել։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն ազգային ժողովի ընտրությունում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի թեկնածու ՆԿ-ն նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այն է, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեղադրանքներին ի պատասխան Նարեկ Կարապետյանը հերքել է տարածվող տեղեկությունը, դա որակելով իշխանության կողմից կազմակերպված ապատեղեկատվական արշավ։ Նրա խոսքով իշխանությունն այս կերպ փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Երեք գիտենք, թե ինչ ֆեյքեր էին տարածում, ֆեյքերի օրեր 3, նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Սամվել Կարապետյանն երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել։ Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Դաշինքը հայտարարել է դատի է տալու բոլոր այն ԿՊԱ-ականներին, որոնք տարածել են կեղծ տեղեկությունը։ Երեք որքան հնարավոր է շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք։ Հիմա բացահայտենք եւս մեկ նախընտրական առաջարկ։ Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ԿՊԱ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել։ Այն գումարները, որոնք ԿՊԱ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին, սենյակների վերանորոգման համար։ Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում եւ անվճար դեղեր օրվա ընթացքում։ Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Քաղաքագետ Արմեն Մանվելյանը համոզված է, այս ծավալի տեղեկատվական արշավը խոսում է իշխանության քաղաքական անհանգստության մասին։ Նրա գնահատմամբ իշխանությունը տեսնում է սեփական վարկանիշի անկումն ու փորձում է հակազդել ընդդիմադիր ուժերի ակտիվացմանը։ Միանշանակ սա իշխանության վախերի մասին է խոսում, նույն այդ վարչապետի պաշտոնին թառած անձի այդ հիստերիկ պահվածքը եւ այս կեղծ լուրերը, որ իրանք տարածում են շարունակաբար փորձելով վարկաբեկել ընդդիմությանը, խոսում է հենց այդ վախերի մասին, իրանք անկում ապրող ռեյտինգի մասին եւ իրանք ճանապարհ են ընտրում, որ ոնց դուրս գան այս իրավիճակից։ Նույն անհայտ ծագման կայքը գրել էր նաև, թե Սամվել Կարապետյանը կապ ունի ռուսական պետական ծառայությունների հետ։ Այս լուրերին արձագանքել էր անձամբ Սամվել Կարապետյանը, կոչ անելով ուշադրություն չդարձնել իր խոսքով ստահոդ ու պատվերով լուրերին։ Եվ ես ձեզից մեկնաբանություն գրել եմ արդեն շամբեր, համապատասխան FSB-ի նշում, քնար ջան, թույլ կտաս ավարտել, FSB-ի նշումը հստակ կա։ Հիմա ես ձեզ ասում եմ մեկնաբանեք, հստակ փաստաթղթով, անձնագրային գործով նշված է։ Ինձ թվում է դուք ավելի լավ մեկնաբանեք։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկնաբան չունեմ։ Քաղաքագետները հիշեցնում են նմանատիպ պատմություն նախկինում շրջանառվել էր նաև Եզրաս Սրբազանի վերաբերյալ, երբ համացանցում տարածված փաստաթուղթը հետագայում կեղծ էր որակվել։ Նարեկ Կարապետյանի շուրջ ծավալվող պատմությունը նրանց կարծիքով նույն ձեռագրի շարունակությունն է, քաղաքական պայքարը տեղափոխելով տեղեկատվական ու վարկաբեկման դաշտ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։